Ինչ է կատարվում հարևան Իրանում և ինչ զարգացումներ կան, եկեք հերթով պատմեմ։ Դեկտեմբերի 28-ից սկսած Իրանում մեծ ցույցեր են, որոնք որ հիմնականում կապված են Իրանի վատացող տնտեսական իրավիճակի հետ։ Տարվա վերջ շատ կտրուկ արժեզրկվել է իրանական ռիալը և գրանցվել է շատ մեծ գնաճ, օրինակ հոկտեմբեր ամսին 48.6%-ի է հասել գնաճը, իսկ դեկտեմբեր ամսին 42.2%, սա նշանակում է, որ ամեն ինչ Իրանում թանկացել է, սկսած ուտելիքից վերջացրած տնտեսական պարագաներով, ամեն ինչ շատ կտրուկ թանկացել է։ Որ ավելի լավ պատկերացնեք, մի ԱՄՆ դոլարը արժի 1.45 միլիոն ռիալ։ Սա ռեկորդային կուրս է ուղղակի, և մարդիկ դուրս են եկել ցույցերի և բողոքում են այս ամեն ինչից և պահանջում են լուծումներ։ Տնտեսական լուծումներ պահանջող ցույցերը կարճ ժամանակում վերածվել են հակակառավարական ցույցերի և ոնց բնորոշ է Իրանի կառավարությանը, շատ կոշտ արձագանք են ստացել, բախումներ են սկսվել ոստիկանության և ցուցարարների միջև, տարբեր քաղաքներում են տեղի ունեցել ցույցերը և մինչ օրս չեն դադարում, ըստ որոշ տվյալների արդեն կա մոտ 7-8 զոհ, տասնյակ ձերբակալված անձինք։ Նույնիսկ Իրանի նախագահը ասել է, որ ցուցարարների պահանջները իրականում լեգիտիմ են և պետությունը պարտավոր է ինչ-որ ձև արձագանքի և մեղմացնի նման գնաճը։ Ինչևէ, այս ամեն ինչից օգտվել է Դոնալդ Թրամփը և այս գրառումն է կատարել, որտեղ որ իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին և գրել է, եթե Իրանը կրակի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ինչը նրանց սովորույթն է, ԱՄՆ-ն նրանց օգնության կհասնի, պարզ չի թե ոնց օգնության կհասնի և ինչ միջոցներ կձեռնարկի Սպիտակ տունը, եթե ցույցերը շարունակվեն և եթե Իրանի կառավարությունը շարունակի նման ձև արձագանքել, բայց սա վերջին նորություններն են, վերջին զարգացումներն են կապված Իրանում ցույցերի հետ։ Իրանից իհարկե արդեն կոշտ արձագանք կա, տարբեր պաշտոնյաներ ասել են, որ եթե ԱՄՆ-ն փորձի խառնվել իրավիճակին, սա կդեստաբիլիզացնի ամբողջ տարածաշրջանը, բայց Սպիտակ տնից չեն ասում, թե կոնկրետ ինչ նկատի ուներ Թրամփը, երբ որ գրում էր այս թվիթը։ Հիշեցնեմ, որ վերջին անգամ նման խոշոր ցույցեր Իրանում եղել են 2021 թվականին, երբ որ մարդիկ դուրս էին եկել փողոց և բողոքում էին բարոյականության ոստիկանության դեմ և պահանջում էին, հատկապես կանայք պահանջում էին, որպեսզի մեղմացվի կանանց գլխաշոր կրելու հետ կապված օրենքները։ Ինչևէ, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, ես կշարունակեմ հետևել և լուսաբանել։ Մինչ